Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը հուլիսի 7-ին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու եւ կազմավորման հնգամյակի առիթով ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին պարգևատրել, իսկ բարեկային ծառայության մի խումբ բարեկների հանձնել է առաջին սպայական կոչումներ։ Շնորհավորելով պարգևատրվածներին եւ կոչում ստացած ծառայողներին, նախարար Սարգսյանը բարձր է գնահատել նրանց նվիրումն ու պատասխանատու ծառայությունը, ընդգծելով, որ շնորհված պարգևներն ու կոչումները ոչ միայն կատարված աշխատանքի գնահատանքն են, այլև նոր պատասխանատվություն շարունակելու ծառայությունը առավելագույն նվիրումով ու մասնագիտական պատրաստվածությամբ։ Արփին Սարգսյանը ընդգծել է, որ համակարգն ունի շարունակական զարգացման մեծ ներուժ, իսկ այդ ճանապարհին մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործումն ու պետության արժե համակարգին հավատարմությունը պետք է լինեն յուրաքանչյուր ծառայողի գործունեության առանցքում։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն ծառայողներին, որոնք նպաստում են ռեֆորմների հիմքում դրված սկզբունքների իրագործմանն ու ամրապնդմանը։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ առաջին սպայական կոչումները շնորհվել են այն ծառայողներին, ովքեր սահմանված ընթացակարգով անցել են մասնագիտական գնահատման բոլոր փուլերը։ Խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողովի կողմից գնահատվել են նրանց մասնագիտական կարողություններն ու առաջխաղացման ներուժը։ Արփին Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ծառայողները կշարունակեն իրենց զարգացման ընթացքը, կարձանագրեն նոր հաջողություններ եւ առավել արդյունավետ կծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ քաղաքացիներին։ Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական եւ գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձ ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի, չվերահաստատելով դրանց վավերականությունը։ Հիշեցնենք, հուշագիրը ստորագրվել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանի եւ Էմիրությունների փոխվարչապետ ներքին գործերի նախարար գեներալ-լեյտենանտ Շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։ Այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ հավաստում է վերջին տարիներին դինամիկ զարգացող Հայաստանի Հանրապետություն Արաբական Միացյալ Էմիրություններ համագործակցությունը, նաեւ քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող հնարավորություններ է ապահովում։ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություններ ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը Hyundai Magnich-ի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ։ Տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձի, ով փաթեթներ է տեղադրել կիսական շինության մոտակայքում եւ լուսանկարահանել դրանք։ Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել եւ ներկայացվել է Ախուրյանի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը ժամը 22:30-ին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 գրամ կաշով, 2 փաթեթ, մարիխուանայի նմանվող զանգվածով։ 27-ամյա երիտասարդին պատկանող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ, 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթուցիչ։ Նախաքննությունը շարունակվում է։ Նույն օրը Մասիսի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչն իր մոտ կանեպի բույսից պատրաստած զանգված է պահում։ Այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեպի բույսից պատրաստած, մանրացրած եւ չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։ Երիտասարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչը կանեպի թփեր է աճեցնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է բաժին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ անասնագոմի հարակից տարածքում իր անձնական օգտագործման համար կանեպի մոտ 12 թուփ է աճեցրել։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են կանեպի թփերը, կատարվում է նախաքննություն։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60 աստիճան եւ ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք, ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքեր, հեռախոս, համակարգիչ, power bank, պլանշետ։ Շոկը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթունի կամ հրդեհի պատճառ։ Կրակայրիչ, բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել։ Ավտոխնամքի միջոցներ, յուղեր, քիմիական նյութեր, դրանք շոկից կարող են այրվող գոլորշիներ արձակել։ Օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ, բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել։ Պլաստիկ շշեր, արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ եւ դառնալ հրդեհի բռնկման պատճառ։ Ապակյա շշերով ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներ, դրանք շոկից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։ Ջերմության նկատմամբ զգայուն իրերը չպետք է թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը փակ ապակիների պայմաններում ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-ից 70 աստիճան։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բացկրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 ապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 ապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։